Սյունիքի 7 խոշորացված համայնքներում էլ տեսնելու շատ բան կա։ Ամանորյա կարճատև արձակուրդը կարող է դառնալ Հայաստանի հարավ այցելելու, չքնաղ բնաշխարհը, պատմական վայրերն ու յուրահատուկ խոհանոցը վայելելու առիթ։ Մարզի բոլոր համայնքներում կան հարմարավետ տարբեր գնային առաջարկներ ունեցող հյուրանոցներ եւ մաքուր ու գողտրիկ հյուրատներ։ Գիշերակացը Սիսիանում մեզ հետ զրուցած հյուրանոցատերերի ներկայացմամբ կարող է արժենալ 10-ից 15 հազար դրամ։ Ամանորյա փաթեթներ սակայն այս համայնքում չկան։ Որևէ տոնական առաջարկ չունի նաև Մեղրին։ Քաջարանում ավանդաբար բավարարվում են դեկտեմբերի վերջին օրերին Լեփլեցուն սրահներում անցկացվող միջոցառումներով։ Տեղի ամենամեծ ռեստորանային համալիրը նաև հայտնի կատարողների մասնակցությամբ է տոնելու նոր տարին։ Ազատ տեղեր չունեն։ Կապանում նույնպես ռեստորանները տոնական օրերի համար 80 եւ ավելի տոկոսով ամրագրված են։ Այստեղ կարելի է գտնել թե փոքրիկ հյուրատներ, թե մեծ ու շքեղ հյուրանոցներ, բայց ամանորյա փաթեթներ առաջարկողները շատ չեն։ Մեր կողմից հարցված հյուրընկալներից միայն մեկն ուներ քառօրյա առաջարկ։ Քառօրյա փաթեթի մեջ մտնում են հյուրանոցը, հյուրանոցային սենյակները, մարզադահլիճը, լողավազանը, նախաճաշը ամենօրյա եւ գալա ընթրիքը, որը որ լինելու է դեկտեմբերի 31-ի գիշերը։ Հյուրանոցային համալիրում ունենք 4 տեսակի համարներ, դա լյուքս համարներն են, դելյուքս համարներն են, twin եւ family համարներն են։ Քառօրյա փաթեթները նախատեսված է եւ ընտանիքի, եւ զույգերի, եւ ընդհանուր կոլեկտիվի համար, որտեղ որ մարդիկ կարող են գալ, վերցնել իրենց համար նախատեսելի համարներ սենյակները, քանի որ ունեն իրենց տեսակները, ամեն մի տեսակի սենյակը կախված քանակից, մարդկանց քանակից, ովքեր որ մնալու են այդ սենյակներում, տատանողական է, սկսվում է 25,000-ից մինչև 40,000։ Եթե հյուրերը ցանկանան տեսնել Կապանը, բարձրանալ խուստուփ կամ լինել տարածաշրջանի սրբատեղիներում, հյուրանոցի անձնակազմը կօգնի նրանց։ Տոնական օրերը մարզկենտրոնում անցկացնել պատրաստվողները կարող են 1 ժամից էլ քիչ ճանապարհ կտրելով այցելել Տաթև, նույն հեռավորության վրա է նաև Մեղրին տեսարժան վայրերով։ Պատմամշակութային ժամանց նախընտրողների համար առավել հարմար առաջարկ ունի Գորիսը։ Գնային տատանումները Գորիս քաղաքում ամանորյա փաթեթների համար 81,000-ից մինչև 140,000 է։ Նայած տնտեսվարողի առաջարկից, այսինքն ինքը առաջարկում է եւ ռեստորանային ծառայություն, թե բացակայում է ռեստորանային ծառայությունը։ Շատ դեպքերում համագործակցությունը շատ լավ է, այսինքն եթե ռեստորանային ծառայությունը բացակայում է, հյուրանոցները համագործակցում են ռեստորանների հետ եւ լիարժեք ամանորյա փաթեթ են առաջարկում։ Բացի հյուրանոցային գիշերակացից եւ ռեստորանային ծառայությունից նաեւ տուրեր են առաջարկում, տրանսֆերներ են առաջարկում։ Այստեղ հեշտությամբ համար չես գտնի։ Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակի ներկայացուցիչի խոսքով Գորիսը հաջողեց դառնալ ձմեռային նախընտրելի ուղղություն կազմակերպված աշխատանքի արդյունքում։ Քաղաքապետարանը տարբեր տարվա ընթացքում տարբեր տեսանկյուններով, տարբեր գեղեցիկ հոլովակներով, գեղեցիկ վիդեոներ էին նկարում, ռիլեր էին նկարում, անդադ ակտիվ ապահել։ Ես կարծում եմ դրանում նա արդեն ոնց որ խմորված եւ հիմա արդեն էφած այդ ակտիվությունն է, այդ հետաքրքրվածությունը Գորիսի նկատմամբ այդ մի օրում չի ստացվել, էլի ամբողջ ամառ ներգրավեցին եւ որոշները արդեն ամանորյա ուղղություն դիտարկեցին Գորիսը եւ նաեւ կապ ունի մեր մշակութային քաղաք թիրախավորելը, մշակութային վերափոխումները, քաղաքի միջուկի, պատմամշակութային միջուկի վերականգնումը։ Մեզ հետ զրույցում հյուրանոցների սեփականատերերը նշել են. զանգերը շատ են, չեն պատկերացրել, որ պահանջարկն այսքան մեծ է լինելու։ Ճիշտ է, այս ամանորին այլևս չեն հասցնի, բայց հաջորդին պարտադիր կպատրաստվեն։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատերյան, Սյունիք լուրեր։